Սիրելիներս, ոչ մի ձևով չկարողացա նկարել, որովհետև յուրաքանչյուր խանութում երաժշտությունը բավականին բարձր, ամեն խանութ չմտա, ժամանակս հերիք չարեց եւ կարևորը իմ աշխատանքներն արեցի, ավարտեցի, հիմա գնում եմ տուն, եղանակը նենց արտակարգ արև, ուրեմն նայեք երեխեք, գալիս ենք ճանապարհի կեսին արև, այն մյուս ճանապարհի կեսը անձրև, չո это такое, գժական եղանակ, մարտ ամիսը, հիմա շատերը կասեն Անահիտին գրել ենք, չի պատասխանում, Անահիտը առավոտվանից մինչև ժամը 6-ը զբաղված է շատ, երեկոյան եմ պատասխանում ձեզ բոլորիդ, աշխատում եմ, որ պատասխանեմ, որովհետև ես չեմ կարող անտեսել, նայում եմ երբեմն էլի, նայում եմ մարդիկան չեն պատասխանում, ասում վայ, բայց ասում անհարմար չի, ես անհարմար եմ զգում, ասում անհարմար չի, այդ մարդիկը դες գեղեցիկ բառեր են գրել ու ընդհանրապես չեն պատասխանում, միգուցե ձևը տենց է երեխեք, չգիտեմ, ասեք իմանամ, բայց ոնց կարող է, հա, գրում են, ասենք, բան, դու, չէ որ կոմեդը հաճելի է քո աչքիդ համար, որ դու կարդում ես, որ քեզ լավ բաներ են գրում։ Միայն ես նկատել եմ այդ մարդիկ գրում են, միայն պատասխանում են վատերին։ Ես վատերին եւ պատասխանում եմ, եւ ուղարկում եմ там, где нужно, даже можно, должной։ Այդպիսի բաներ սիրելիներս, դե լավ, ես հասնում եմ տեղ, իշտեմ, Սերժին ասեմ գա ապրանքը իջացնի, վաղ ընենց գործային սպասում, գիգանտսկի բան էդ ուբորկա որն եմ դասավորել էլի, միշտեր մաքուր է, դե լավ, գնացինք, հասանք տեղ արդեն։ Հələ մի հատ ես չարաճճին նայեք, մտում ամեն խաղացրա եկել եմ սեղանի վրա նստում, ոնց վարվենք սրանց հետ մենք լավ։ Կուկու, բարի լույս սիրելիներս, բարի լույս իմ սիրելի ժողովուրդ, բարի լույս իմ լավ ընկերներ։ Նախքան իմ այսօրվա օրը մոտիվացիան սկսելը տեսնում եք, էսի պիտի փոխեմ, որտեղ սա իմ ներքի աստիճանն է, լրիվ ներկա։ Ուրեմն նախքան իմ ամեն իմ գործը սկսելը մոտիվացիան ժողովուրդ ջան, ես ցանկանում եմ ձեզ բարի առավոտ, ցանկանում եմ ձեզ բարի օր։ Եվ շատ իմ հետևորդներից գրում են ինձ, որ Անահիտ մի մոռացի ասես, որպեսզի մարդիկ ձեր քո էջդ ինչ-որ ոնց են ասում պախտաժե կիսեն, այսինքն նենց անեն, որ էպենգլե է, այսպես մի հատ բան կա, տես կիսեն, որ մարդիկ նայում, ժողովուրդ ջան, ես անհարմար եմ զգում, չեմ սիրում մարդկանց ստիպողական ինչ-որ մի բան, դա իմ նատուրան չի։ Ես սիրում եմ, որ ամեն ինչը լինի բնական, թեկուզ ուշ լինի, բայց նուշ լինի։ Եվ չմոռանան լայքերը, եթե սիրում են, դնում են, ես տեսնում եմ, կան, որ 500 հոգի լայք է դնում, կան, որ ընդհանրապես 200, այսինքն այդքան են հավանել, 1000 նայել են, 100 են հավանել։ Դրան համար եմ ասում, սիրելիներս, ես չեմ կարողանում, ինձ հասկացեք, ես ահա որ անհարմար եմ զգում մարդկանց, ինչ ասեմ, ոնց են անում, բան է, որդադրես մի բան, սիրինչ յա, ինչի չես սիրում, մոտը տեցեմ կեզ սիրինչ չկա տեց բան, եթե հավանում եք դնում եք, եթե չեք հավանում չեք դնում, երեկ իմ քույրս ինձ մի լավ բան ասեց, այնքան եմ ծիծաղացել, Ռուզանն ասում է, մեծ քրոջս հետ խոսում եք, ինձ ասում է, ես այն օրը նայել եմ ասում քո վիդեոն, հետո ասեցի, ես լայք դրել եմ, Անահիտին մոռացել եմ, այսինքն կան մարդիկ, որոնք մոռանում են, ասեցի Ռուզան ջան, ինչի մասին է խոսքը, եթե ես եմ մոռանում, երեխեք ես ընկրելու եմ գաբրդամիշ լինել, գիտեմ ես, գիտեք ինչ ես իմ ակնոցները հանեմ, որովհետև այս ակնոցները պրոգրեսիվ է, իսկ պրոգրեսիվ ակնոցների ժամանակ դու հավասարակշռություն կորցնում ես, հանկարծակի որ ընկնեմ ժողովուրդը, բայց շատ հեղու եմ կանգնել, ավելի մոտիվացիա։ Ես երեք Սերժին ասում պիտի լույստրան մաքրան, չնայած կեղտո չի, բայց ասում է, ամենից մաքրի, որ տանը լինենք, ճիշտ ասում, շատ ճիշտ ասում, որտեղ Անահիտից շատ չկա։ Հիմա պատկերացեք, ես իմ ես վզիս պատճառով գլուխս չեմ բարձրացնում։ Ամբողջը փոշի երեխեք։ Փոշին էս բանի հետ անմիջա, փեջի փոշին բարձրանում է վերև։
կեղտոտա սուտ կլինի, որտեղ հաճախակի մաքրվում ասա, այնպես չի։ Ես չեմ սիրում շատ տենց այդ ռուստալ, չեմ սիրում, մարդիկան սիրում են, ինչու չեմ սիրում, շատ գեղեցիկ, հանկարծ չմտածեք չեմ սիրում, որովհետև տրենդային չի։ Հետո պիտի մաքրի, չէ՞։ Մի հատ ընկերուհի ունեմ, Պրիվետ Լիչ ջան, պրիվետ Ավո ջան, որ սկսում այլ լուստրաները մաքրի, 3 օր ա տևում։ Ինչու տանջենք մեզ, եթե կարող ենք հեշտ անել ամեն ինչը։ Համել լավ հոտ ա գալիս այս սանիտորից, այդ ինչ լավ ա բոյով լինելը։ Հիմա ես գիտեք ինչ եմ անում, որոշել եմ մուզիկան միացնեմ, երաժշտությունը և մաքրությունը շարունակեմ։ Ներող եղեք, չեմ ուզում ձեր գլուխները ցավացնել, Անահիտն անցավ գործի, մի հատ լույսը վառեմ, ապահովագրությունը պետք է զանգի, գիտեք ինչ եմ որոշել այսօր, ես ունեմ մի քիչներ այս պլենդուզների, դռների, մի հատ որոշել եմ ռեմոնտի մի քանի փոքրիկ բաներ կա, ռեստավրացիա պետք է անեմ, հիմա դրա համար որպեսզի ես արագ աշխատեմ, ինչ է անում ձեր Անահիտը, երաժշտությունը միացնում, պետք է գնա մայրիկի մազերը ներկեն, բազմակողմանի զարգացած պոետեսուհի Անահիտը օրը սկսեց, գնացինք։ Երաժշտությունը միացնեմ, անցնեմ են կողքի սենյակը, սկզբից գնամ մամայի մազերը ներկեմ և հետո արդեն գնամ իմ գործին, գնանք իմ գործին, շատերը սիրում են մոտիվացիա, դա ձեզ տալիս է ուժ, որ դուք էլ վերցնեք ձեր ավերներն ու փոշեկումները և ասեք գործի, որովհետև մեր մոտ բավականի լավ եղանակ է և Անահիտը ձեր պետք է գնա նաև դրսները մաքրի, բայց ափսոս որ ամբողջապատ հաղորդում են անձրև եկեք, զիզի քարին վեր եկ, մի հատ նայեք տեսեք ես ապակու կոտրված ապակին, տեսեք, նա, պաժալուստը, վալա, դայեք ինչ հրաշալի աստեղից, այս ես նայեք, որպես կադրային և հիացեք ձեր Անահիտ շայեք, այս աթոր սեղանի վերերի բանը, այդ ամանության լուստրան ես կրվանամ հետո, երբ որ ես եգև չտուն էլի, իրեք ես մորացել եմ, որ ես ճաշ սարքեմ, ժամը 11-ն ա, դե լավ գնացինք։ Որոշեցի անջատեմ և իմ միտքս արտահայտեմ, որովհետև և երաժշտությունը լսում է և ինքս ինձ մի բան մտքովս անցավ, սա խոսքս դիմում եմ բոլոր նրանց, ովքեր առավոտյան արտանում են, մտածում են ինչ անենք, ինչ վատություն անենք մեկին, որպեսզի այդ մարդուն ցավացնենք, ինչ գրեմ մեկին, որ այդ մարդը ցավացնենք, գնում են գործի ինչ անեմ, որ այդ մարդու թիկունքից խփեմ, նայեք այս երկու հրաշք աստղերին, ովքեր չկա, Պավարոցի չկա, Ջեյմս Բրաուն չկա, երկուսն էլ չկան այսօր։ Պետք է մարդը հասկանա, որ առավոտյան արտանում է, հասկանա, որ մենք ով ենք, մենք սովորական մահկանացուներ ենք, մենք այսօր կանք, վաղը չկանք։ Ես այսօր մի հատ սերիալ եմ նայում, ֆանտաստիկ սերիալ չեմ պատմի, ինքը կարող է մտածում ենք ֆանտաստիկա, բայց ոչ մի ֆանտաստիկ չկա, ամեն ինչի մեջ կա ճշմարտություն։ Եվ երբ որ դու դիտում ես այդպես բաները, մտածում ես, որ մենք առնվազն մայորնետներ ենք այս աշխարհում։ Մենք եկել ենք եւ մենք չենք որոշում, թե ինչ պետք է անենք։ Մենք շատ փոքր ենք։ Դրա համար, սիրելիներս, смотрите вашу Анаиточку. Живите спокойно. Մարդիկ կարող ռուսերեն նայեն, էլի։ Նո, ես գիտեմ, որ իմ հայացքն է, շատ քիչ ենք, բայց հզոր ենք։ Ասեմ ձեզ սիրելիներս, վայելեք, ապրեք ամեն վայրկյանում։ Առավոտյան արտանում եք բարելություն, ասեք Տեր Աստված, ապրես, մերսի, շնորհակալ եմ քեզանից, որ դու այսօր ինձ արտացրեցիր եւ ես իմ օրս պետք է սկսեմ պոզիտիվ դրական ձևով։ Ձեզ թվում է, թե ոչ մեկը պրոբլեմ չունեն, բոլորն ունեն պրոբլեմներ։ Պրոբլեմը միշտ էլ կա,
Բայց եթե մենք նորից էլի ղաժյուտե անենք, այսինքն ավելացնենք մեր պրոբլեմին, պրոբլեմը կլինի ավելի վատ։ Եթե դուք դա ցանկանում եք, եթե դուք ուզում եք, որ դուք ունենաք դա կգա ձեզ։ Դրա համար նենց արեք, որ ձեր դիմացը պատյան դրեք, որպեսզի վատը գա ու գնա, չկպնի ձեզ։ Չար էներգիային պատյան դրեք։ Դուք ինքներդ կարող եք ինքնա այդ բանով, սենց ինչ են ասում, ձեզ ներշնչելով պատյան դնեք։ Այսինքն պատյանը գիտեք որն է։ Մի թույլ տվեք, որ ձեր կողքերը ֆրֆրան։ Այդքան բան։ Դե ինչ սիրելիներս, բաժակները վերցրեք եւ մի հատ անահիտի կենացը խմեք։ Գնացինք։ Ասեմ ձեզ մի բան, ես ճիշտ ասած որոշել էի չանել, բայց ներվերից վրա ազդում է, որովհետև պետք է ես դռներիս վրայի ներք արդեն մի քիչ թափվել է, պետք է ներկեմ այս տարի դռները, 3 տարի արդեն բավականին բաներ ունեմ, ռեստավրացիաներ ունեմ դռների վրա, բայց երևի տեսական եմ ես հուլիս ամսին, ուղղակի հիմա փոշները սրբելուց զգացի, որ մի քանի տես կետեր տեղեր կան, ինչ արած, ուղղակի վախենում եմ, չնայած ուշ չեմ տալ, դրան վրա ուշ չեմ տալ, ուղղակի ռեստավրացիաներ է պետք, որտեղ այս աշխատանքն անելուց ինձ թվում է ես կընկնեմ հիվանդանոց ուսերիս համար, դրա համար որոշեցի ես այն անել, այս լյուստրան պիտի հանվի, թող Սերժը գա հանի, որովհետև պետք է լվանա, մեջը թիթեռնիկներ եմ տեսնում, ու գնացինք այն մյուս ուրանա, իմ ներկը ես որ ներկել եմ, երեխեքան, սա լվացվող բան է, այդ անմիջան պատն լվացնողը ներկա, այսինքն լվացում ես վրայից, լվանում ես։ Հիմա ես տեսնում եմ մի քանի կետեր, վրան, կեղտոտ չի, ուղղակի, այնքան ուղանա, որ մի փոքրիկ, ասենք, երևի ճանճա երևել են, սարկացրել ենք, տեղը երևում է։ Գնացի հիմա իմ կողքի սենյակը, որը որ բավականին բարդ և շատ մաքրություն է սպասում։ Ժողովուրդ ջան, եկա դուրս, քանի որ մեր մոտ վաղվանից անձրևներ են, ուրեմն որոշեցի այսօր ես ունենամ իմ այս խոհանոցի աթոռները եւ գիտեք ամենակարևորը որն է, որ ես հիմա կփորձեմ մի քանի նյութեր բերեմ բոլորը հետս եւ կորոշեմ տեղում Հակեմ պատուանը, որ սկվազնյակ չանի, ուսով եմ, որ դուք իս տեսնում եք, նրանցում չի հետաքրքրում մոտիվացիան, կարող եք չդիտել, սիրեն իներս։ Ուրեմն, ես գնել եմ այս կրեմը, չգիտեմ, լավ չի, հələ փորձենք եկեք ժողովուրդ ջան, ուլալա, ես իշքան շատ կեղտաստեղ հավաքել, ոնց են անում, վալաս։ Ժողովուրդ ջան, ուրեմն ոչ թե մաքրեց, այլ չեք պատկերացնում, գիտեք, ես նա պիծիան եկավ ինձ, իսկ հետո ես դրել եմ սեղանին, ոչի չկրանա։
Չեմ սիրում շատ կրանալ, մեջ կսաղ, ամենաճիշտը սա է, շոքեցի համել, հիմա տեսնենք սա կմաքրվի, է սրա վրայի, այլ ունի վար, նացես վրան ուղակի, Ժողովուրդ, վաշաննայի դճկու ստալը, մեծանում ենք քույրիկներս, մեծանում, առաջվանը չի դերանայի դճկան, սա ես ես ամբողջ տները մեկ օրում էի մաքրում, ժողովուրդ ջան, քանի որ կրեսլոս բերել եմ, մի քիչ հանգիստ դերանահիտը, նայք, մի վարկյան մտա խոտի մեջ, ոտները սկսես քոր գալ, այ ժողովուրդ, մի քիչ պանաշ խմեմ, Այ, ուստավը, հոգնեցի, ես ինչ հրաշալի եղանա, կաթորները, գիտեք, չեն չեմ նստես, դեղոյն կատուները չգան կաղնեն վրան, թրնեն, թող մի քիչ չորանա, սա գնում աներս, այ թե, երեխեք, այս սայա, ես ուղակի ապշած եմ, քրեմ միրակլա կոչում, իրոք հրաշքներ ա գործում, վեգան, ամբողջությամբ բանա, բնական աքսյոնում, լրիվ սպիտակ ինչ չունեք, դաժը բոթասների ինձ թվում է այդ բոթասների կոշիկների տակից բաններ կհանի սևի սպիտակի մոմենտը։ Պրելեստ։ Ես նստեցի հանգստանամ, մոտոներ են գնում։ Այո, ժողովուրդ ջան, այսօրվա առավոտյան իմ շորտը, որ դրեցի, որ եղեք դրական։ Եղեք դրական, ես կյանքը կարճ է, ժամանակավոր ենք եկել մենք, և երբ որ դու նայում ես փիլիսոփայական ֆիլմեր և սերիալներ, ես ամբողջ ժամանակ այդ սերիալը իմ ուղեղում է, ինքը կարող է պատահի շատ մարդիկ, ասեք, դե հեքիաթի նման հեքիաթ չի, չէ, ճշմարտությունը, որ խորը դատում ես, այո, մեր շրջապատում կան այդ տիպի բաներ, սպեսիմիններ, այսինքն բաներ այդ մարդ չեմ կարող ասել այդ տեսակի անձնավորություններ և մենք դա վերագրում ենք տարբեր բաների վրա, բայց դա արի ուտես, որ այդպես է իվեր ինչ արած, սիրեք կյանքը գիտեք ինչ, հարցը սիրելը չի, բոլորս է սիրում ենք կյանքը հարցը նա է, որ միայն լավ բաների մասին մտածենք, օրինակ այսօր առավոտյան ես արթնացել եմ, ես արդեն գիտեմ, որ ես ունեմ հյուրեր, ես աշուտով գալու են, ես մտածում եմ արդեն մտքով, ինչ պիտի պատրաստեմ, մի քիչ մաքրություն անեմ, մեր երաժշտություն, խենթանում եմ երաժշտության տակ մաքրել, ես զգացի, որ դե ձմեռը ինչ անցել էր, այս բանը դուր պատուհանների արակը, բանա չի գնում, որ սենց է փակվում, ոչ թե դուրը բացվում է, մեջը անդադ ինչքան հավաքում ես, մանավանդ որ փայտ ենք բերում, վառում ենք եւ այլն, հավաքվում է ինչ-որ կեղտեր։ Ես հիմա կնստեմ հատակին, որտեղ ես չեմ կարող կրանալ։ Եվ որոշեցի, որ այն սենյակը մաքրեմ, իմ բյուրոն ես հիմա երևի թե զալը կանեմ կավարտեմ, նոր կմտնեմ իմ բյուրոն, որովհետեւ բյուրոն միշտ բնականաբար մաքուր է, չգիտեմ, վարակույրները փոխեմ թե չէ, կնայեմ կտեսնեմ։ Եվ ուզում եմ այս թևը այսօր ավարտեմ, այսինքն 3 սենյակը իմ են կողքի աշխատասենյակը, իմ օֆիսը, դիմացի լվացկատունը և զալը։ Բայց ասա Անայջա, որ դու նստել ես սենց մեր հետ զրույց ես տալի, ով է գործերը տանելու, ժամը քանիսն է, չգիտեմ, երևի 3-ը կլինի։ Այ սա է երջանկությունը։ Գիտեք ինչ, ժողովուրդ ջան, հանկարծ ձեզ չթվա թե կա միայն լավ կողմերը։ Իհարկե լավ կողմը կա, բայց կա նաև մի կողմ, որը որ դու ամբողջ քո կյանքդ ապրել ես մեծ քաղաքներում, վայելել ես, դա կարոտում ես դու դրան։ Բայց գիտես ինչ, երբ որ դու քեզ խոսք ես հասկացնում, որ սա է քո կյանքը, եւ վերջ, մենք պետք է ապրենք, պետք է հարմարվես,
Հարմարվես, իհարկե ոչ թե հարմարվես անդած հենց վզիցդ քաշեն, ոչ, դու պիտի քեզ կոմֆորտ ստեղծես, դու քեզ պիտի ստեղծես մի բան, թեկուզ մի աշխատանք, որ քեզ հանի այդ քո այդ վիճակից եւ դու դուրս գաս։ Շատերը գալիս ասում են, օ, ես կյանքում ստեղ չէի ապրի։ Երբեք չասեք այդ բառը, երբեք։ Երբ որ դու սիրում ես ու դու ամուսնանում ես ու քո կյանքն է, դա գիտես, որ դա քոնն է։ Անտարի ես իմ ոչ մի հատ փոքր խրճիթում եք ապրես, եթե զգաս, որ քո հանգիստ կյանքով ես ապրում։ Այնքան կան շատերը, որ ապրում են, անդադ անջվում են, իրանց ամուսնական կյանքը լավ չի, իրանց ամուսինը իրենց նկատմամբ վատ է, եւ այլն, բայց ապրում են մեծ ճոխ քաղաքներում եւ մեծ տան մեջ, ոսկե պալատներում։ Ումա պետք է դա։ Ումա պետք է դա։ Այ Ես դեռ չլվացած արդեն բլոզներ ու ճանճեր են կանգնել վրան, հիմա ծրտելու են։ Վայ, նա բերեմ ես կրիստոնել լվանա, որտեղ կարիք ազգացում և ամենակարևորը, որ սպասում եմ են մի լվացքներ փրեմ։ Եղա մամջան, կասը, հա։ Դա վաղվանից անձրևներ են մեր մոտ և այդ անձրևների պատճառով մենք արդեն սկսում ենք փայտ հավաքել նորից, որպեսզի վարենք։ Շատ հաճելի եղանակ ժողովուրդ, չեմ ուզում գործ անեմ, չեմ ուզում ներս մտնեմ, բայց ինչը պետք է մտնել և շարունակել աշխատանք։ Բայց երևի սա կանեմ ու այսօր արդեն ուժային բան չեմ անում, դռները լվացեցի, ձեռքերից ձեռքը սկսեց ցավել, սկսեց քորել, խոտերի մեջ էլ մտնող չկա։ Եսա Դավիթը որ գա, մի շաբաթ ասեմ ես խոտերը կտրի։ Ժողովուրդ ջան, քանի հիշում եմ, չմոռանաք լայքերը։ Ես էլ եմ մոռանում, որպեսզի Անահիտը չհիասթափվի, շարունակի վլոգներ անի, ժողովուրդ ջան, հասկացեք ինձ։ Ես էներգիա չեմ ծախսում վիդեոներ հանելու, որովհետև իմ կյանքը ամբողջ իմ օրը 24 ժամը իմ բան է, գեղարվեստական կինոնկար է իմ կյանքը։ Ես դրա համար եմ ասում, եթե մարդ ուզենա ընկնի դեպրեսիայի մեջ, կընկնի, եթե մարդ ցանկանում է, որ ինքը դեպրեսիայից դուրս գա, ինքը մի բան կհորինի, մի բան կանի, հետ ոչ էլի խմորեղենք սարքի, ճաշ կանի, կհելի խոտը կհնձի, մի բանով կզբաղվի, կարևորն առողջ լինելն է։ Իհարկե բոլորիս էլ ունենք ցավեր, բոլորս էլ ունենք պրոբլեմներ, մեղույա։ Բայց ինձ էլ ճիշտ հասկացեք, ես շատ պարզ անձնավորություն եմ, դուք էկրանից այն կողմ տեսնում եք։ Ակտիվ, եթե իմ ալիքը ակտիվ չի, չկան շատ դիտողներ, իմ մոտ հիասթափվում եմ, հիասթափություն է գալիս եւ ասում եմ, դե լավ, դե մարդիկ չեն հավանում, ինչ չեմ ուզում իրանց ոնց որ զորով ստիպելով ասես նայեք ինձ, որովհետեւ ես գիտեմ իմ այսօր ես հիմա ձեր խոսում եմ, իմ մոտ չկան, ձեր հետ խոսում եմ, պարդոն, իմ մոտ չկան լյուբապիկնիկ ուտել, խմել, քեֆ ծնուն, դրա տուն գնալ, չկա դա։ Ես հասկանում եմ ժողովուրդն ինչա ցանկանում, բայց ես այնքան ուրախ եմ, որ ես իմ հետևորդուները, ինչ ասեմ, հրաշք են։ Ես երեք իմ լավ հետևորդու մեր թիմի անդամներից մեկը ինձ իր բանաստեղծությունն էր ուղարկել Դաշնամուրի երաժշտության տակ, ես ուղղակի ցնցված եմ։ Այն մյուսը ուղարկել էր իր Դաշնամուրը, նվագում էր Դաշնամուրի իր երեխայի եւ իր երեխաների հետ, ջութակահարուհի, դա իմ համար միլիոններ է։ Այն մյուս իմ հետևորդուին Դաշնամուրի դասատու եւ ուսուցիչ է, ուղարկում է իր փոքրիկ նկարներն Instagram-ում, որ իր երեխաները առաջին դասարանցիները դիպլոմն ստացած եւ ուղարկում է մի քանի, ասենք, իր կատարումները։ Այն մյուսը ինձ գեղեցիկ բառեր է ուղարկում, ուղղակի բառեր է ուղարկում, այն մյուսն ինձ գրում է ջան, այն մյուսն ինձ ասում է դու պրոստը պրել ես, դա իմ համար հաղթանակ է, բայց էլի եմ ասում, սիրելիներս, ես գիտեմ, ես ասում եմ, ես իմ 2000, այսօրվա դրությամբ ես ասում 2000 բան այդ, ինչ են ասում, Ֆիդել, հիմա Ֆրանսիայի ապրողները կասեն բառը հետևից,
հավատարիմ հետևորդուհիներս, նենց որ ես փոքրիկ վիդեոներ, հա մոռացա փոքրիկ վիդեոների համար ասեմ, ժողովուրդ 24-25 րոպեն շատ լավ է, մարդիկ 12 րոպե են դնում, 11 րոպե անգամ, միլիոններ են նայում իրաց դիտողները, նայողը 25-ն է կնայի, 30-ն է կնայի, ես չեմ դնում չափում ժամերը, երբ որ ավարտվում է դադարացնում եմ տեղից, ասեմ դե հաջորդել մյուս անգամ, որովհետև չեմ ուզում որ շատ երկար լինի, երբեմն կա որ մի րոպե, մի ժամ է, առաջ մի ժամ էի դնում, մի ժամ եւ այլն, հետո զգում եմ որ չէ շատ է, մարդիկը ձանձրանում են անընդհատ, դրա համար ավելի լավ է ամեն օր Անահիտի հետ լինեք, էլի։ Բոհ Նա չեք կարա այդ էկրանի հետևից ասեք, Անա այդ վեր կաց գործերը քեզ է սպասում։ Լավ մի քիչ տիտիկների ծրվրոցը վայելեմ նոր։ Եթե մի քիչ նստեմ կքնեմ։ Վեր կաց ասա Անահիտ, վեր կաց, Настав внимание марш! On y va! Դե ինձ սիրելիներս Ռոբերտ Ռոբերտովիչը անցավ աշխատանքի լվացք արդեն հանել եմ դուրս ինչպես տեսնում եք եւ ուզում եմ սրանով ավարտել իմ վլոգը ուզում եմ նաեւ հիշեցնել չմոռանալ լայքերը քանի որ ես ինքս եմ մոռանում որպեսզի մեր ալիքը ավելի ակտիվ լինի քանի որ մենք գնալով նվազում ենք դրա համար սիրելիներս եթե հնարավորություն ունեք լինել ավելի ակտիվ ես ձեզ միայն մի բան կցանկանամ բարի դիտում եւ կցանկանամ ձեզ բարի օր եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր Սուրբ Զատիկը բոլորի Սուրբ Զատիկը Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի ձեզ ցանկանում եմ ամենալավը ցանկանում եմ ամենաբարին Եվ ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում լինի խաղաղություն, առողջություն եւ սեր։ Համբուրում եմ ձեզ սիրելիներս, սիրում եմ ձեզ շատ եւ գիտեք, ես ձեզ այնքան եմ սիրում, որ ինքս ինձ ճանաչելով զարմանում եմ, որ ռեզուլտատ չտեսնելով նորից շարունակում եմ վլոգները։ Համբուրում եմ, սիրում եմ, պակա-պակա